12 շաբաթական երեխային, որին լքել էին եւ նկուղում թողել արխի մեջ, երկար ժամանակ ջերմացրել եւ փրկել է անօթևան կատուն։ Կենդանիներն օժտված են բացառիկ բնազդով։ Մենք բազմիցս համոզվել ենք դրանում, սակայն այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպիսի անհավանական հերոսության են ընդունակ չորքոտանիները։ Այս աննախադեպ պատմության գլխավոր հերոսուհին Մաշա անունով անօթևան կատուն է, որն իր ամբողջ կյանքն անցկացրել է Ռուսաստանի Օբնինսկ քաղաքի ցրտաշունչ փողոցներում։ Մաշայի շրջապատում բարեբախտաբար կան բարեգութ մարդիկ, ովքեր նրան պարբերաբար կերակրում են եւ երբեմն նրան տուն են թողնում սառնամանիքների ժամանակ։ Նրա հոգացուներից մեկը 68-ամյա Իրինա Լավրովան է, ով ապրում է այդ շրջանում։ Մի անգամ, երբ Իրինան աղբտանում էր թափելու, նկուղից տարօրինակ ձայներ է լսում։ Լսելով կատվի մլավոցներ, տարեցկին անհանգստանում է Մաշայի առողջական վիճակի համար եւ շտապում է դեպի նկուղ։ Բայց այն, ինչ գտնում է նկուղում, շոկի է ենթարկում կնոջը։ Նա կարտոնե արխի մեջ հայտնաբերում է լքված երեխայի, որի կողքին հերթապահում էր Մաշան։ Հետագայում բժիշկները հաստատում են, որ 12 շաբաթական մանկիկը արխի մեջ պառկած մնացել է մի քանի ժամ, սակայն փոքրիկը չէր ցրտահարվել, քանի որ նրան իր մարմնով ջերմացրել է Մաշան, փրկելով երեխայի կյանքը։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն Մաշայի մայրական բնազդը չի լքել նրան նաև այդ պահին։ Բժիշկների խոսքով կատուն վազել է շտապ բուժօգնության ծառայության մեքենայի հետևից, երբ բուժաշխատողները տեղափոխել են երեխային։ Շտապ բուժօգնության ծառայության մեքենայի վարորդ Վերա Իվանինան պատմում է. Նա շատ էր անհանգստանում, երբ մենք տեղափոխում էինք փոքրիկին։ Նա վազում էր մեր հետքերով եւ մլավում էր, շատ խելամիտ կենդանի է։ Ականատեսները պատմում են, որ կատուն մի քանի ժամ նստել է նույն տեղում, սպասելով շտապ բուժօգնության ծառայության մեքենայի վերադարձին։ Փոքրիկին այժմ ոչինչ չի սպառնում, իսկ ոստիկանությունը փնտրում է նրա ծնողներին։ Իրինա Լավրովան պատմում է. Մաշան շատ հանգիստ է եւ վարյացակամ, եւ երբ ես լսեցի նրա մլավոցները, մտածեցի, որ նա վնասվածք է ստացել, սակայն նրա մոտ մայրական բնազդն էր արթնացել եւ նա պարզապես պաշտպանել է փոքրիկ երեխային։ Մաշան իսկական հերոսուհի է եւ չարժե նրա համար անհանգստանալ, քանի որ հարևանները հոգ են տանում նրա մասին, խնամում եւ կերակրում են։ Արժանի պարգև։